Ականատեսն ենք լինում այսօր փաստացի նախընտրական բռնաճնշումների, որովհետև թիրախավորվում է ընդդիմությունը, թիրախավորվում է եկեղեցին, հրապարակվում են ինչ-որ կտրած, կպցրած, մոնտաժված ձայնագրություններ եւ իշխանական լրատվամիջոցների կողմից, որից հետո այդ ձայնագրությունների հիման վրա գործ է հարուցվում։ Բայց մենք կհիշենք, երբ Ռոբերտ Քոչարյանի մասով այդ նույն իրավիճակը եղավ եւ հրապարակվեց գաղտնալսում, գործ հարուցվեց գաղտնալսողի դեմ, որովհետեւ չէր կարելի, բայց այսօր գործ է հարուցվում այն մարդկանց դեմ, ում գաղտնալսել են։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Դե ոնց որ հիմա 2025 թվականին ասեք ճիշտ է որ Նիկոլ Փաշինյանը ստախոսել է, բայց որ Նիկոլ ասեք է դա ակնհայտ չի որ Փաշինյանին այս իշխանությանը հետաքրքիր չէ թե իրենք ինչպես են հասնում իրենց նպատակը։ Եթե 2018 թվականին հանցագործություններ գաղտնալսելը, հիմա հանցագործությունը չգաղտնալսելը, կամ եթե իրենք են գաղտնալսում, ես այսպեսի մի բան իշխանությունը մի ժամանակ ասում ենք դեմ ենք բռնությանը, չէ՞, իրենք այդ նախադասության շարունակությունը չէին ասում, ասում են իրական ամբողջական նախադասությունը հետեւյալն է. մենք դեմ ենք բռնությանը, որը մենք չենք կիրառում։ Բայց որ իրանք են կիրառում, այդ նորմալ էլ բռնություն չի, դա ժողովրդավարության պաշտպանություն է։